Ակնկալիքը միամիտ է, որովհետև ամբողջական դատական համակարգը կլանված է Նիկոլ Փաշինյանի ռեժիմի կողմից եւ ոչ մի արդարադատության մասին խոսք գնալ չի կարող։ Նույնը վերաբերում է նաեւ ուժային համակարգերին, որոնց միջոցով թխվում, սարքվում են նման գործերը։ Իսկ մյուս ակնկալիքը, որը մարդկայինից անկոմ է եւ ազգային ակնկալիք է, որ նման նիստերը համախմբեն հայ հասարակությանը։ Հիշեցնեմ, որ ազատության համար պայքարը շարունակվում է, հիշեցնեմ, որ ազատության համար պայքարող մոտ 5 տասնյակ քաղաքացիներ նստած են եւ Դավիթ Համբարձումյանի այսօրվա դատական նիստի մեկնարկը առիթ է բոլորին եւս մեկ անգամ բարձրաձայնելու բանտարկված հայերի մասին, լինի Երևանում, թե Բաքվում, լինի տնային կալանքի տակ, թե բանտախցերում, որովհետև փաստացի անգամ տնային կալանքը, որը սկսվել է վերջերս որոշ դեպքերում կիրառվել, ակնհայտ քաղաքական հետապնդման ձև է, ապացույց խնդրեմ, պատահական չի, որ տնային կալանքում անցկացված ամեն մեկ օր հավասարեցված է բանտախցում անցկացված օրվան, այսինքն դա իրոք կալանք է։ Եվ անգամ տնային կալանքի տակ գտնվող մեր քաղաքացիները, այդ թվում ազգային բարերար Սամվել Կարապետյանը, տնային կալանքի տակ գտնվող զոհված տղաների ծնողներ եւ այլն, իրանք նույնպես անազատության մեջ են եւ մեր բոլորի պարտն է, ոչ միայն այստեղ հավաքվածների, նման առիթներով եւ հիշել իրանց, բարձրաձայնել Հայաստանում առկա ճգնաժամի մասին, թասիբի ընկնել, վերալիցքավորվել, որպեսզի շարունակել պայքարը։ Նույնը վերաբերում է օրինակ Վազգենին Սաղաթելյան եւ Նարեկին Սամսոնյան, ով հայտարարել է հացադուլ եւ նաեւ առողջական խնդիրների բանի արժեվում է կանգնած, այսինքն այսպիսի հարցեր շատ կան, սա միայն իրենց ընտանիքների, նստած տղերքի ընկերների կամ նեղ շրջապատերի կամ նույնիսկ քաղաքական թիմերի հարցը չէ, սա ամբողջ հայ ժողովրդի հարցն է, որովհետեւ հայ ժողովրդի ամոթն է քաղբանտարկյալ ունենալը։ Գնալով Հայաստանում ավելանում են քաղբանտարկյալների թիվը, դուք միջազգային կառույցների հետ հույսեր կապում եք։ Միջազգային կառույցների հետ հույսեր կապել չի կարելի, ակնհայտ են նման կառույցների երկդիմի վերաբերմունքը եւ կրկնակի ստանդարտները, բայց ասածս չի նշանակում, որ միջազգային կառույցներին պետք է հանգիստ թողնել, հակառակը մենք պարտավոր ենք, ով ունի վիխտներ, այսպես ասած, շփումներ, ծանոթություն, կոնտակտներ, իրենց գցել անհարմար վիճակի մեջ, լինի այստեղի դեսպանատներին, լինի միջազգային խորհրդարանական վեհաժողովներին, իրավապաշտպան կառույցներին, պետք չի ասել, դե դրանցից սպասելիք չունենք ու թողենք, որ իրանք կոմֆորտ զոնայում մնան։ Հակառակը պետք է մշտապես բզել, բշտել, քննադատել, բարձրաձայնել, առնվազն իրենց կոմֆորտ զոնայից հանել։ Եվ սա, այո, գուցե առաջին հայացքից շատ շնորհակալ աշխատանք չէ, բայց հավատացնում եմ ձեզ, շատ շնորհակալ աշխատանք է, երբ որ երկարաժամկետ առումով տեսնենք, եվրոպական կառույցները մասնավորապես այս հարցով Հայաստանում իրենց բարոյական ավտորիտետը կորցրել են։ Քաղբանտարկյալների նկատմամբ իրենց հանցավոր լռությունը, այս խնդրի նկատմամբ հանցավոր լռությունը զրկում է եվրոպական կառույցներին Հայաստանում ունենալ բարոյական հեղինակություն։ Եթե նախկինում արժեհամակարգի մասին խոսելով, տարածելով եվրոպական արժեքներ, ժողովրդավարություն եւ այլն, այդ ամեն ինչը կարծես թե տենց մեր առօրյայի կենցաղի քաղաքական մշակույթի մի մաս էր դարձել, այսօր այդ նույն մարդկանց կողմից այս հանցավոր լռությունը բարոյազրկում է նախ եւ առաջ իրենց ներկայությունը մեր երկրում։ Միջազգային կառույցների նման լռությունը ինչով է պայմանավորված։ Աշխարհաքաղաքական շահերով, ակնհայտ աշխարհաքաղաքական շահեր կա, Հայաստանի իշխող ռեժիմը ամբողջությամբ սպասարկում է դրսի շահ եւ դրսի խաղացողներն են այլևս նույնիսկ ջանք չեն գործադրում, որ տես ձև տան, որ իրենց համար սա էլ է կարեւոր։ Այդ նույնիսկ ջանք չեն գործադրում, որ գոնե ձև բռնեն, ասեն, դեռ մի քիչ այստեղ կշտամբենք Նիկոլին, որովհետեւ ենթադրենք 50 հոգի նստել է։ Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին։